Մհեր Բաղդասարյանի տետատետ հաղորդման երևանյան եթերաշրջանի առաջին հյուրն էր պայծառատես Անի Գրիգորյանը։ Star News-ը հետևեց հաղորդմանը, որի ընթացքում Անին խոսեց հոր մահվան և մի շարք հայտնիների ապագայի մասին։ Անի Գրիգորյանի կյանքի ամենածանր ու ամենադաժան պատմությունը կապված է իր հայրիկի հետ։ Նա զրույցի ընթացքում պատմեց, թե ինչպես է տեսել հայրիկի մահը։ Անիի հայրը չափազանց խիստ է եղել, սակայն միևնույն ժամանակ շատ սիրել է իրեն։ Նա դեմ է եղել գուշակություններին, կանխատեսումներին։ Պապան ինձ շատ էր սիրում, սաղ աշխարհը մի կողմ, ես մի կողմ։ Ինքը շատ լավ գիտեր, որ ունեմ արտասովոր ունակություններ։ Ինձ ասեց, որ չի ուզի ասեն իր աղջիկը գուշակություններ է անում, պայծառատես է։ Ես տեսնում եմ հայրիկիս մահը, լացով գոռալով վազում եմ իր սենյակ, ասում եմ՝ պապ, գիտես դու մեռնելու ես։ Զգաստանում, հարցնում է՝ երբ, ասում եմ՝ քիչ է մնացել։ Հարցնում է՝ ինչից է մահանալու, ասում եմ՝ սպանելու են, հանեն, կախեն։ Մայրս արթնանում է՝ հո դու ագռավ չես, ինչ ես ուզում ես գիշերվա կես, վատ երազ ես տեսել, գնա վեր ընկի քո սենյակը, ջղայնանում է։ Հայրս այդ գիշեր չքնեց։ Անցնում է մի քանի օր, էլի նույն բանն եմ տեսնում։ Ասում եմ՝ գնանք երկրից, որ կանխենք։ Չի համաձայնվում։ Այնպես չէր, որ ինձ չէր հավատում։ Եթե ուզենար փրկվել, կգար։ Էդ կարգի ունեցվածքի տեր մարդը որոշ մարդկանց դուրը չէր գալիս։ Դրա համար իր հետ էդ դեպքը եղավ։ Խոսեց Անդրեի մասին։ Ես իրեն երբեք անձնապես չեմ ճանաչել։ Միգուցե հիմա ինձ շատերը քննարկեն, քննադատեն, բայց ինքը շատ լավ մարդ է։ Էդ ինչը խոսում են իրա մասին սուտ է։ Նա այնքան դժբախտ մարդ է, որ այսօր ընկել է այս իրավիճակի մեջ։ Ինքը նախ ունի մի քանի լուրջ առողջական խնդիր, ու հետո իր անձնական կյանքը բացարձակ չի ստացվում։ Այնքան բարի մարդ է, որ իրենից ցածր մարդկանց ընտրում է և իրեն բարձր չի դասում։ Էդ ցածրներին մարդ է սարքում, այդ մարդիկ էլ մտածում են աճել են այնքան, որ պիտի հելնեն էդ մարդու դեմ։ Այս մարդը մեծատառով մարդ է, ինքը սթրեսի մեջ է, պիտի հետևի իր առողջականին, թե չէ կբռնի Հայկոյի ճանապարհը։ Պայծառատեսը խոսելով Անահիտ Սիմոնյանի մասին նշեց. Երբ Անահիտ Սիմոնյանը եկել էր 6-րդ զգայարան, ես ասեցի՝ ձեր ամուսնությունը երկար չեմ տեսնում, բաժանություն եմ տեսնում։ Հայկոյի կյանքը չեմ տեսնում։ Ինքը քմծիծաղ տվեց, ասեց՝ ինչ եք ասում, ես Հայկոյին շատ եմ սիրում։ Ես չեմ ուզում իրեն նեղացնեմ, բայց կան կանայք, ովքեր չեն սիրում իրենց ամուսնուն։ Սակայն շատ հաճախ ասում են, որ շատ են սիրում։ Ես իրա կյանքում հիմնական ամուսին չեմ տեսնում։ Իրա կյանքում պիտի գան տղամարդիկ գնան, գան ու գնան։ Լիարժեք բախտ էս աղջկան չեմ տեսնում։ Իրա ու իրա քրոջ վրա այնպիսի մի անեծք կա, որ իրենց կողակիցները պիտի մահանան։ Կարող է նաև հերքի, բայց նույն ձև իրա քրոջ ամուսինն է մահացել։ Եթե իհարկե չգիտեք այս մասին։ Ինքնասպանության դեպք եմ տեսնում։ Էս իրանց վրայի անեծքն է, որ իրենց կյանքում ցանկացած տղամարդ պիտի գա ու գնա։ Աննա Մանուչարյան։ Աննայի առաջին ամուսնությունը լավը չի եղել։ Հիմա իրա կողքը մարդ եմ տեսնում, բայց կիսատ ու պռատ, լիարժեք մարդ չեմ տեսնում։ Ինքը ունի աղջիկ և այդ աղջկա համար շատ զգույշ պիտի լինի, որովհետև այդ աղջիկը շատ կապրիզնի բնավորություն ունի։ Ինքը շատ լավ աղջիկ է, բայց շատ կամակոր է, ու իր մոտ պիտի լինի ոչ լիարժեք սերեր։ Մի հատ մեծ սեր պիտի ունենա այդ երեխեն, որը որ կիսատ կմնա։ Ինչ վերաբերվում է Աննայի անձնականին, հաջող եմ տեսնում, և մի տղա բալիկ եմ իրեն տեսնում։ Պայծառատեսը խոսեց Լիլիթ Հովհաննիսյանի մասին, մասնավորապես նշելով, որ Լիլիթը շատ ուրախ, լավ աղջիկ է։ Միֆեր է տարածված, որ իր ամուսնությունը ֆիկտիվնի է, ֆարշ է, չկա նման բան։ Նրանք շատ լավ զույգեր են, իր ամուսինը իրեն սիրում է, ինքը ամուսնուն։ Էս աղջիկը էնքան վերելքներ ունի, էլի պիտի ելնի։ Իրա բալիկների ընդհանուր քանակը 3 պիտի լինի։ Հլա ճակատագրով Աստված իրեն 2 հատ էլ է բալիկ տվել։ Իվետա Մուկուչյան, թող ինձանից չնեղանա, ես իրեն չեմ ճանաչում, նկարով կնայեմ։ Շատ լավ դրական աուրայով իր կյանքով ապրող մարդ է, իրեն ապագայում բալիկ է սպասվում։ Ցույց է տալիս, որ շատ ուժեղ է, բայց իրականում լավ հոգի ունի։ Բացի բալիկից ամուսնություն է սպասվում։ Ներկա պահին իր կողքին հստակ տղամարդ չեմ տեսնում, որ զաքսավորված լինի։ Կարող է ընկեր կա, բայց իրան ապագայում շատ լավ ու յուրահատուկ բախտ է սպասվում։ Սկանդալային է եղել 6-րդ զգայարանի այն թողարկումը, երբ Անի Գրիգորյանը խոսում էր Արամ Ասատրյանի մահվան պատճառների մասին։ Բոլորս գիտենք, որ պաշտոնապես հայտարարվել է, որ նա մահացել է սրտի կանգի հետևանքով, սակայն Անին տեսել է, որ դա կանխամտածված սպանություն է եղել, վրեժ և այլն։
Ես Հայաստանում երկար ժամանակ չեմ ապրել, եկել եմ չգիտեմ ով է, ինչ է։ Ուղարկում են Արամ Ասատրյանի «Ցեփն ու խաչը», Արտաշ Ասատրյանը։ Ես առանց հասկանալու ասում եմ, նրան սպանել են ու բոլորը շոկահարվում են։ Բավականին լուրջ խնդիրների մեջ ընկա։ Եկան որոշ մարդիկ մեր տուն, որ ինչի եմ սենց բաներ ասել։ Փառք Աստծո, մենք էլ խեղճ ու կրակ չենք, կարողացանք այդ հարցերը լուծել։ Արտաշ Ասատրյանը այդ պահին ասեց չկա նման բան, բայց հետո երբ կառավարություն փոխվեց, ինքը արդեն հաստատեց, որ նման բան եղել է։ Ես իրենից չնեղացա, հետո հասկացա ինչ կարար լիներ։ Ողջունում եմ ձեզ, բարև ձեզ, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, երկար ժամանակ է չենք զրուցել, ուզում եմ իմանամ ինչպես եք և ձեզ համար ունեմ շատ լավ, յուրահատուկ անակնկալ, գրեք տեսնեմ ոնց եք իմ շատ սիրելի հետևորդներ ջան։ Այսօր խոսելու եմ մի շատ յուրահատուկ լավ թեմայի մասին, թե ինչպես կարող եք յուրաքանչյուրդ պաշտպանվեք չարությունից, բարև ձեզ Գայանե ջան, չարությունից, կանեծքից, նավսից, դուք ձեզ ինչպես կարող եք պաշտպանել։ Բարև ձեզ իմ շատ սիրելի հետևորդներ ջան։ Բարև ձեզ։ Շատ հաճախ սիրելի հետևորդներ ջան, շատ ուրախ եմ Գայանե ջան, որ լավ եք։ Ուզում եմ, որ յուրաքանչյուրդ միշտ ու միշտ լինեք լավ, լինեք առողջ, ամենակարևորը։ Բարև ձեզ, ժողովուրդ ջան, նորից բարև ձեզ, այն մարդկանց, ովքեր նոր են ինձ միացել, պետք է ասեմ, որ այսօր ունենք շատ յուրահատուկ թեմա խոսելու, թե յուրաքանչյուրս ոնց կարող ենք անել, որ մեր ընտանիքում այսպես կոչված չարությունը կամ ստացել ենք ինչ-որ մի հատ նվեր, մտածում ենք, որ դրա վրա կարող է լինել կապանքներ, անեծքներ և ինքնուրույն ինչպես կարող ենք ազատվել նման չարական գործողություններից։ Նաև պետք է ես ձեզանից բոլորիցդ նորից շնորհակալություն հայտնեմ, որովհետև ձեր համար ունեմ լավ անակնկալ և այդ անակնկալը նաև վերաբերվում է ձեզ, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, նորից այս տարի ճանաչվել եմ տարվա լավագույն հայուհին և տարի լավագույն պայծառատեսներից մեկը, ամսագրերը պատրաստ կլինեն հունիսի 15-ին, այն մարդիկ, ովքեր կցանկանան ձեռք բերել իմ ամսագրերը, որտեղ իմ լուսանկարներն է, իմ մասին այսպես լավ հոդվածներ է տպագրված, ես կարող եմ անվճար տրամադրել, պարզապես կարող եք զանգել մեր հեռախոսահամարները, գիտեք իմ սիրելի հետևորդներ ջան, և այս լավ արդյունքը, որ մենք այսօր ունենք ու որ ես նորից երկրորդ անգամ ճանաչվեցի տարվա լավագույն հայուհի և տարի լավագույն պայծառատես, սա ձեր շնորհիվ է, որովհետև ինձ վստահում եք, իմ աշխատանքը վստահում եք և ես ձեզանից յուրաքանչյուրիցդ իմ շատ սիրելի հետևորդներ ջան, մեկ առ մեկ շնորհակալություն եմ հայտնում։